Խեցգետնիների համար եւս բարենպաստ այս ամիսը, մայիս ամիսը հատկապես գործնական տեսակետից եւ մայիսի սկզբին բարենպաստ է ինչ որ այսպես երազանքների իրագործման համար, ընկերական միջավայրերում հաճախակի լինելու այսպես գաղափարակիցների հետ շփման համար մինչև մայիսի 20-ը խիստ բարենպաստ է դա։ Նաև բարենպաստ է ձեզ համար սիրելի խեցգետնիներ մայիսյան լիալուսինը, որովհետև այն գտնվում է ձեր 5-րդ տանը, որը սիրո երեխաների երջանկության տունն է եւ այդ դրական զարգացումներ անպայման կբերի ձեր կյանք։ Միայն հիշեցնեմ, որ նաև Մարսն է գտնվում ձեր 2-րդ տանը, ֆինանսների տանը, սիրելի խեցգետնիներ, եւ դա նշանակում է, որ ինչպես բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, այսինքն ֆինանսների նոր աղբյուրներ ստեղծելու, նոր աշխատանք, նոր բիզնես, նոր ինչ-որ եկամուտների աղբյուրներ ստեղծելու, այնպես էլ դա առաջացնում է մեծ ծախսեր, այսինքն եթե դուք ուզում եք բիզնես ստեղծել, ապա պետք է զգուշանաք, որովհետև հնարավոր է ավելի շատ ծախս անեք, քան եկամուտներ ստանաք, դա պետք է նկատի ունենալ, եւ Սատուրնը մայիսի 25-ին մուտք է գործում իհարկե արդեն Խոյ կենդանակետ, ձեր 10-րդ աստղատուն է սիրելի խեցգետնիներ, որը աշխատանքի տուն է, հասարակական կարգավիճակի տուն է, ձեր բարձրագույն ձգտումների տուն է եւ անպայման կտա դրական զարգացումներ հենց այդ ոլորտներում։ Իհարկե իրավիճակը մի փոքր կբարթանա ձեզ համար սիրելի խեցգետնիներ եւ արդեն Արեգակը մայիսի 20-ից հետո կմտնի երկվորյակներ եւ ձեր 12-րդ տուն, իհարկե սա արդեն Արեգակը ձեր Արեգակին չի տեսնի եւ կսկսվի ձեր այս ստվերային շրջանը ծննդյան օրվանից 1 ամիս առաջ, որը ավելի այսպես խոցելի է դարձնում մարդուն, նրա բիոդաշտը, նրա հաջողությունը եւ այլն։